Բարեզս, ես Գրիգոր Խզմարյանն եմ։ Ավազի ժամացույց ներավանդական շարքի շրջանակներում շարունակում ենք պատմության մութ պատը, պատումը, զրույցների շարքը։ Եվ այս անգամ ես խոսեմ պատմության մի հետաքրքիր յուրահատկության մասին, պատմության իսկապես մութ մնացած, անհայտ մնացած դրվագները, որոնք ավելի ճիշտ լուսաբանվում են, բայց հայոց պատմության կարևորագույն էջերը, օրինակ, պահպանվել են երբեմն ոչ մեր պատմագիրների շնորհիվ, այլ օտարերկրյա, եւ դրա մի վառ ու զարմանալի ու նաեւ փառահեղ օրինակը ես կբերեմ ձեզ այսօր։ Բայց սկզբից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դիտում եք մեր զրույցները, կիսվում եք ձեր էջերում եւ խնդրում եմ, որ անեք դա ավելի հաճախ, դուք կարող եք օգտվել բաժանորդագրման միջոցով, եթե հավանում եք մեր այս նախաձեռնությունը, օգնեք մեզ աշխատել ազատ անկախ եւ շարունակեք, խնդրում եմ, մեկնաբանել եւ ուղարկել ձեր ընկերներին, բարեկամներին, կամացանոթներին, որպեսզի մեր շրջանակը ընդլայնվի։ Եվ այսպիսով չորրորդ զրույցը ես ընտրեցի այսօրվա թեմա խոսակցության համար Քրիստոսից առաջ 5-րդ դարի մի շատ հետաքրքիր դրվագ, որը մեզ հասել է հույն պատմիչ Քսենոֆոնի Քյուրոպատում, Քյուրոպեդիա հունարեն կոչվող իր գրքում, քանի որ նա վարձկան զինվորի եւ նաեւ գիտնականի բավական հետաքրքիր ձևաչափ ունեցող մի այդպիսի կարգավիճակով էր ավելի ճիշտ հայտնվել Քյուրոս մեծ արքայի զորքում եւ հետո կյանքի երկրորդ մասում հիացմունքով նկարագրում էր Քյուրոս արքայի պարթևական կայսրությունը, այդ պատմության մեջ պահպանվել է մի այսպիսի դրվագ եւ այսպես Քյուրոսը, կներեք, Քսենոֆոնը պատմում է իր գործատու արքա Քյուրոսի կյանքից դրվագ, որը ուղիղ կապված է մեր հայրենիքի, Քրիստոսից առաջ 5-րդ դարի Հայաստանի հետ։ Քյուրոսը իսկապես մեծագույն տիրակալ էր եւ Քսենոֆոնը անկեղծ հիանում է Քյուրոսով, երբեմն օրինակ է բերում իր հայրենակիցների այդ դարաշրջանի համար, թեև կարծես թե տարօրինակ է 5-րդ դար Քրիստոսից առաջ Աթենքը, Սպարտան նույնպես հիացմունք առաջացող պետություններ են, քաղաք-պետություններ, բայց ահա Քյուրոսի գործունեության մեջ Քսենոֆոնը որպես նաև ույն քաղաքական գործիչ, քաղաքագետ, ինչպես կասեին այսօր ավելի շուտ մեկնաբան վերլուծող, փնտրում ու գտնում է այն անհրաժեշտը, որը համարում է մի պակասող բան գույների համար, եւ ինչ-որ տեղ նա ըստ երևույթի ճիշտ է, որովհետեւ պարթևական կայսրությունը այնուամենայնիվ պահպանել է իր պետականությունը, սկզբից Պարսկաստան, Պարսկական կայսրություն, հիմա Իրան, տեսքով մինչդեռ Էլլադան հպարտ ու փայլուն անկում ապրեց եւ այս ամենի մասին կարելի է խոսել, բայց մեզ հետաքրքրում է մեկ այլ դրվագ եւ այսպես ուրեմն երիտասարդ եւ արդեն զորագույն արքա կայսր Քյուրոսը իմանում է, որ նրան հպատակ հայոց թագավորը խոսքը գնում է Երվանդունի դինաստիայի մասին,
Եվ այստեղ գլխավոր հերոսներից մեկն է Տիգրան Երվանդունին, ըստ երևույթի Տիգրան առաջինը։ Եվ ահա ուրեմն պարզվում է, որ Տիգրան առաջինը երիտասարդ իշխանը եւ նույնպես երիտասարդ Քյուրոսը մանկության ընկերներ են։ Իրենք իմիջիալոց երկուսն էլ պարթևական ծագում ունեն, փաստորեն մենք գիտենք, որ մեր թագավորների որոշ դինաստիաները շատ մոտ էին պարթևական ժողովրդին եւ ինչ որտեղ երևի հայերի եւ պարթևների միջև ազգակցական եւ արյունակցական կապերը անչափ մոտ էին, մենք իսկապես գրեթե չեմ ասի նույն ժողովուրդն ենք, բայց եղբայր քույր ազգեր ենք, ինչեւ այդ պահին Տիգրանը գտնվում է երկրից դուրս, իսկ Քյուրոսը իմանում է, որ նրա հայրը, թագավորը, հայոց ըստ երևույթի Օրոնտը, Երվանդը, ինչպես անվանում է Օրոնտ անունով հիշատակում է նրան հույն պատվիչ քսենոֆոնը, ինչ որ, ինչպես ասում է քսենոֆոնը, դավադրություն է հյուսում, այսինքն ըստ երևույթի փորձում է անկախանալ պարթևական թագավորից, Քյուրոսից, եւ Քյուրոսը իմանալով դա զորք է ուղարկում, ավելի ճիշտ զորքով գալիս է հայոց շրջան եւ շրջապատում է լեռներում փաստորեն շրջապատում է հակարտի մեջ գցելով հայոց թագավորին նրա արքունիքը, նրա կանանց եւ հավատարիմ նրան մնացած զորքին այդ պաշարումը տևում է մի քանի օր, հայերը որոշում են հանձնվել եւ խնդրում են, որ Քյուրոսը դասիրտ կտրի։ Քյուրոսը զայրացած է եւ իր զորքի առջեւ հայտարարում է, որ դատելու է դավաճան Օրոնտին եւ հարցնում է ինչ ես դու ուզում կյանքդ պահպանելու համար, ասում է ես երկիրս կտամ քեզ, ասում է Օրոնտը, Երվանդ, հայոց թագավորը Քյուրոսին, Քյուրոսն ասում է քո երկիրը առանձայնել ինձ է, ես զավթել եմ քեզ եւ դու չարաշահել ես իմ վստահությունը, այսպիսի լարված եւ շատ տհաճ մեծ հայերիս համար իրավիճակը տևում է 1-2 օր, Քյուրոսը ասում է, որ որոշում է ընդունելու, քնելու է եւ երազում որոշում կընդունի աստվածները ուղարկեն նրան նշան, թե ինչ անի Հայաստանի, հայոց թագավորի եւ զորքի հետ։ Այդ ընթացքում վերադառնում է երիտասարդ իշխանը Տիգրան, ապագա Տիգրան առաջին թագավորը, որքան կարելի է դատել, եւ սարսափով տեսնում է, որ նրա հայրը, ընտանիքը ու նաեւ նրա կինը, նա վերջերս ամուսնացել է արքայադուստր Զարուհին, ապագա հայոց թագուհի Զարուհին, գտնվում են փաստորեն ոչ միայն պաշարման, այլ գերության մեջ։ Եվ նա գալիս է իր մանկության ընկեր Քյուրոսի մոտ եւ ծնկի է գալիս։ Քյուրոսը հաջորդ առավոտ վերում է նրան այդ դաշտ, որտեղ տեղի ունեն զարգացումներ, դա լեռան ստորոտին է, որտեղ հայերն իջել են, իսկ պարսկական զորքը, պարթևական զորքը պաշարել է նրանց, նիզակները պատրաստ Եվ հարցնում է, իսկ դու իշխան Տիգրան, ինչ կուզես, որ ես ազատագրեմ քո ընտանիքը, օրինակ քո երիտասարդ գեղեցկուհի կնոջը։ Տիգրանն ասում է, ես կյանքս կտամ, միայն չտեսնեմ նրան գերի։ Քյուրոսը լռում է մի քանի րոպե եւ այդ լարված զայրահող լռության մեջ ասում է Դու իմ դեմ ոչինչ չունես, դու ոչ մի չարություն իմ հանդեպ չես գործել, դու չես փախչել եւ չես մասնակցել այս դավադրությանը։
Ես սիրում եմ քեզ և ներում եմ քեզ։ Ես վերադարձնում եմ քեզ կնոջդ և այս անգամ ներում եմ նաև քո հորը։ Վերադարձեք ձեր երկիր և այլևս իմ դեմ դավադրություն մի արեք։ Այս կարճ, բայց տպավորիչ դատաստանը ավարտվում է ընդհանուր ուրախությամբ, երևի քեֆ են անում, խրախճանք են սկսում, որովհետև հսկայական լարվածությունը թողնում է մարդկանց, պարթևական և հայկական զորքերը բաժանվում են առանց Միքաթելարյուն թափելու և ճանապարհին միայն երկու հոգի են մռայլ և իրենց մտքերի մեջ հորասուզված։ Մինչդեռ հայերը, ես նկատի ունեմ հայկական պատվիրակության մեջ, հայերը հիացած քննարկում են պատահածը, կատարվածը, իրենց գլխի վրով անցածը, հիանում են Քյուրոսի իմաստությամբ, գեղեցկությամբ, զորությամբ։ Լուռ է մնում միայն Տիգրանը և նայում է իր կնոջ Զարուհուն, որը նույնպես լուռ է և չի բարձրացնում աչքերը, և Տիգրան իշխանը հարցնում է իր երիտասարդ գեղեցկուհի կնոջը։ Կրկնում եմ, այս ամենը Քսենոֆոնի Կիրոպեդիա գրքից է, կարող եք բացել, կարդալ։ Եվ նա հարցնում է, իսկ դու ինչ ես մտածում, ինչ ես կարծում, ինչպիսին է քո վերաբերմունքը սիրելիս Քյուրոսի մասին։ Եվ Զարուհին հարցնում է, ում, ով է Քյուրոսը, ինչպես թե այդ պարթևական զոր տիրակալը, ով գերի էր վերցրել քեզ։ Արդյոք դու էլ ես համարում, որ նա իմաստուն է, խելացի, գեղեցիկ։ Զարուհին շարունակում է. Ես չէի նայում նրան, ես չգիտեմ ինչ ասեմ քեզ։ Դու չէի նայում նրան, ում կամքից կախված էր քո կյանք, քո ազատությունը։ Զարուհին ասում էր ոչ, ես նայում եմ միայն այն տղամարդուն, ով իր կյանքն էր պատրաստ զոհաբերել, որ ես գերի չմնամ, ես միայն քեզ եմ տեսել։ Գրում է հույն պատմիչ Քսենոֆոնը մեծ պատմությունից, նրա պատմության շնորհիվ ասած հայտնի առաջին հայոց թագուհու Զարուհու մասին։ Ինչպես պատահեց, որ այդ դրվագը 26 դար շարունակ չէր նկարագրված, չէր հիշատակված, չէր փառաբանված հայոց պատմության մեջ։ Ինչպես ենք խուսափել մեր պատմիչների ուշադրությունից։ Ես կարող եմ միայն ենթադրել, ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել հույն պատմիչ Քսենոֆոնին, ով գնահատեց հայոց թագուհու ոչ միայն գեղեցկությունը և հավատարմությունը, այլ նաև ազատատենչությունը, արժանապատվությունը, հպարտությունը, որովհետև այս պատմությունը հենց դրա մասին է։ Հայ կինը գտնվեց ամենաարժանապատիվը, ամենահպարտը և ազատատենչը ողջ հայոց արքունիքում։ Սա 5-րդ դարն է մեր թվարկությունից առաջ։ Սա մեր պատմությունն է։ Սա մեզ անհայտ մեր պատմությունն է, որովհետև մեր պատմիչները, որոնք հաջորդ պատմական շրջանում քրիստոնեական, իհարկե, եկեղեցական պատմություն էին պահպանում, նույնացնելով պետական և եկեղեցական պատմություն, իսկ հետո նաև ենթարկելով
մեր պետական պատմությունը, եկեղեցական պատմությունը, նրանք չէին իշտապակել Զարուհի թագուհուն, ինչպես նաև շատ ու շատ այլ թագուհիների։ Նրանք կամ լռում էին, կամ ստում էին մեր թագուհիների մասին։ Եվ Զարուհին ցավոք սրտի բացառություն չէ։ Կա ևս մի հուզիչ եւ երևի միջազգային պատմության ու գրականության մեջ աննախադեպ այդպիսի պատմություն Փարանձը թագուհու մասին։ Բայց նրա մասին ես ոչ թե կպատմեմ, այլ կհիշեցնեմ ձեզ հաջորդ անգամ։ Իսկ այսօր սահմանափակվեմ այս գեղեցիկ դրվագով, որը հասավ մեզ հույն պատմիչ Սևոնֆոնի շնորհիվ, Կիրոպեդիա իր գրքում։ Չմոռանաք մեր պատմությունը։